Այսօր նշվում է Աստծո պայծառակերպության կամ այլապողության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է Վարդավառ անունով։ Վարդավառը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը։ Օրերս համայն հայությունը մեծ ցնծություն ապրեց հայ շախմատիստների Չինաստանում տարած փայլուն հաղթանակի առիթով, որի շնորհիվ մեր մարզիկները վերահաստատեցին համաշխարհային շախմատի առաջատարի իրենց կոչումը։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, ներկայացվել են Շիրակի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման 2011 թվականի առաջին երամսյակի արդյունքները։ Գյումրիում գործող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանն ու ազգային միգրացիոն ծառայությունը անցած տարվանից իրականացնում էին ռուսական կառավարության կողմից մշակված համերկրացիներ ծրագիրը։ Արդյունքում մոտ 600 ընտանիք մեկնել է Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններ։ Վրացական իշխանությունը օրերս հայկական հանրագիտարան հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանին թույլ չեն տվել հատել սահմանը, իսկ Ջավախքում Վահան Տերյանին նվիրված միջոցառմանը թույլ չեն տվել ելույթ ունենալ ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արմեն Մարտիրոսյանին։ Բարև ձեզ, եթերում շաբաթնանց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Աստծո պայծառակերպության կամ այլապողության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է Վարդավառ անունով։ Վարդավառը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը։ Միայն հայ եկեղեցին է տոնը անվանել պայծառակերպություն, հատկապես շեշտելով Քրիստոսից ճարակած աստվածային փառքն ու լույսը, որ տեղի ունեցավ Սրբազան Թափոր լեռան վրա 3 աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի աչքերի առաջ։ Ըստ եկեղեցու տոնը մի քանի հազար տարվա պատմություն ունի և միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը կապված է Նոյ նահապետի հետ։ Ըստ այդմ, երբ Նոյան տապանը հանգրվանում է Արարատի լանջերին և նույն իր գերդաստանով իջնում է տապանից, նա ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել՝ ի հիշատակ մեծ ջրհեղեղի։ Որոշ լեզվաբաններ նշում են, որ Վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն վարդ, ջուր և վառ ցանել բառերից, այդ պատճառով էլ օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է։ Ըստ մեկ այլ կարծիքի Վարդավառ նշանակում է հրավառ կամ կրակավառ, հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է և մարդիկ միմյանց վրա ջուր ցանելով հեթանոս աստվածներից ջուր են խնդրել։ Քրիստոնեության մեջ ջուրը մաքրության և մկրտության խորհուրդ ունի իր մաքրող, լուծող և պտղաբերող հատկանիշներով։ Պայծառակերպությունը դա մի տոն է, երբ որ երցնելով իր 3 առաքյալներին Հակոբոսին, Հովհաննեսին և Պետրոսին, Տերը բարձրացավ լեռան վրա, Թաբոր լեռան վրա և պայծառակերպվեց, այսինքն նրա դեմքը պայծառ դարձավ, արևից էլ պայծառ և շորերը ճերմակ դարձան, ավելի քան թե աշխարհում որևէ մի բան կարող էր սպիտակեցնել, և 2 մարգարեներ հին կտակարանից հայտնվեցին Թաբոր լեռան վրա և զրուցում էին Տեր Հիսուս Քրիստոսի հետ, եկեղեցու մեկնիչների համաձայն այն բաների մասին, ինչ որ տեղի պիտի ունենա ապագայում, այսինքն Երուսաղեմ գնալու եւ այլն, եւ այսպես Աստծո ձայնը լսվեց երկնքից, որ ամպի Հովանով իջավ ներքև, որ սա է իմ սիրելի որդին, նրան լսեք։ Ուրեմն այս տոնն է պայծառակերպվելը Տիրոջ, երբ որ Տիրոջ աստվածային փառքը երևաց։ Մեր ժողովուրդը իմաստուն կերպով նմանեցնում է վարդի հետ։ Օրերս համայն հայությունը մեծ ցնծություն ապրեց հայ շախմատիստների Չինաստանում տարած փայլուն հաղթանակի առիթով, որի շնորհիվ մեր մարզիկները վերահաստատեցին համաշխարհային շախմատի առաջատարի իրենց կոչումը։ Արդեն կայացած խաղ է Հայաստանը իմաստուն խաղի գերտերություն է։ Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում հայ մարզիկների տարած փայլուն հաղթանակի մասին իրենց տպավորություններն ու կարծիքներն են հայտնել նաև մեր համակարգացիները։ Մեզ կդա միջազգային արենայում հեղինակություն, որ մեր խելքը ավելի լավ է աշխատում, քան մյուսներինը։ Շատ մեծ բարձր արժեք ունեցավ, շատ բոլորս հիացած ենք։ Ամեն բնակավարում ցանկացած տարածախնանակ մեզ համար մեծ պատիվ է։ Մեծ արժեք ունեցավ։ Մեր պատիվը, մեր թասիվը, մեր գիտելիքները գովելի է, որ մենք հայերս հաղթում ենք ամեն տեղ։ Մեր ազգին առաջնակարգ դեր է տալիս, էլի, փաստորեն աշխարհում արդեն հայ ազգի նկատմամբ բոլորին ուրիշ կերպ են արդեն մտածում, ուրիշ կերպ են խոսում արդեն։ Հաղթանակը ինչ կտա մեր ազգին, ես չեմ կարող ասել, բայց սպասելի էր, որ հայերը ամեն տեղ հաղթող են եւ հաղթում են։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր ազգը այդպես
հաղթանակող մարդիկ է թվեր բոլոր ուղղություններով։ Ցանկացած հաղթանակ պարզապես ինքնավստահություն է ներշնչում իր սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ դա շատ կարևոր գործոն է, որպեսզի ազգը կայանա։ Շատ մեծ արժեք ուներ։ Հայ ազգին ավելի շատ ճանաչեցին, հայերին ուրախացրեցին, շատ բան տվեցին։ Ճանաչում բերել Հայաստանին եւ այնպիսի զգացողություն, որ ուզենան հասկանալ ով են հայերը, ինչ երկիր է Հայաստանը եւ ինչ է իրենից ներկայացնում այդ երկիրը։ Ցույց տվեց, որ մենք ունենք հերոսներ, որոնք որ կրնան մեր ազգի անունը բարձր պահեն։ Հայերի անունն է մեր պարզանքն ամբողջ աշխարհում հայերը արդեն հայ։ Մինչև հիմա հայրն են, բայց ես ավելի դերադասեց, որ ամբողջ աշխարհն իմանա հայերի մասին։ Անցնող շաբաթ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, նախ ներկայացվել են Շիրակի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։ Բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 80.1%-ով, առաջին կիսամյակի համեմատ արձանագրվել է 12.5%-ի աճ, սակայն 26 համայնքներ չեն հաղթահարել անգամ 50%-ի սահմանը։ Ներկայացվել է նաև հացահատիկի բերքահավաքի և ոռոգման աշխատանքների ընթացքը, գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի ցանկերի աճ շուրջ 1100 հեկտարով։ Մարզպետանի ներկայացուցիչները համոզված են, ևս մի քանի օր եթե կարկուտ չտեղա և բերքահավաքը հաջողությամբ ավարտվի, կխոսեն ռեալ արդյունքների մասին։ Շիրակի մարզպետն էլ կատակում է, որ իր ոտքը խերով է եղել Շիրակի մարզում։ Ընտրությունները մոտենում են, համայնքի ղեկավարներն էլ սկսում են փոխել իրենց աշխատավոճը։ Այսպես մեկնաբանեց Աշոտ Գիզիրյանը համայնքապետերի ակտիվությունը։ Ոմանք պահանջեցին իրականացնել ճանապարհաշինություն, դպրոցների, մշակույթի կենտրոնների վերանորոգում եւ այլն։ Աշոտ Գիզիրյանը հորդորեց նախընտրական քարոզչության չվերածել մարզխորհրդի նիստը եւ հավաստիացրեց բոլորին, որ որևէ համայնքի լավ կամ վատ աչքով նայելու խնդիր չի լինելու։ Հնարավոր բոլոր ծրագրերն ու ֆինանսական հատկացումները մարզային իշխանությունները խոստացան վերապաշխել հավասար։ Ընտրությունները մոտենում են, ես բոլորիդ հասկանում եմ, բայց եկեք մենք մեր մարզում դա այդքան չօգտագործենք, որովհետև ես կուսակցական չեմ, աշխատելու եմ բոլորին հավասար նայել։ Նստեք, արդեն նստեք ասեցի, լավ, էլ հարց չկա, Մարկարյան նստիր։ Տեսնում եմ, որ եթե ես մի քիչ ժողովրդավարություն եմ անում, դուք ավելի եք ակտիվանում։ Մարզպետը դարձյալ առաջիկա ընտրություններով է պայմանավորում այն հանգամանքը, որ մարզի թվով 70 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը 80.1%, իսկ թվով 26 համայնքներ չեն հաղթահարել անգամ 50%-ի սահմանը։ Ասել ենք նորից կրկնենք, որ նույն աշխարհական թիվ ունեցող նույն հողի շերտի կատեգորիան ունեցող իրար հավասար համայնքներից մեկում հարգատուները բարեխջորեն են կատարում իրենց հարգայի պարտավորությունը, իսկ մյուս համայնքում պարբերաբար չեն կատարում իրենց պարտավորությունները։ Գումարը հավաքած դուք օգտագործում եք համայնքի կարիքների համար, ճիշտ է թե չէ։ Ես ձեզ խնդրում եմ, հետևություններ արեք։ Իրոք հետևություններ արեք, դա ձեզ է պետք, ինչ չի պետք։ Եվ ձեր ժողովրդին է պետք համայնքի։ Սեփական եկամուտների հավաքագրման առանձնակի ցածր մակարդակի արձանագրվել փոքր սեպասարում, ընդամենը 10.1%։ Ինչ անել եկամուտների հավաքագրման տոկոսները բարձրացնելու համար, հարցին տարածքային կառավարման վարչության պետը հետևյալ լուծումն առաջարկեց։ Պաշտոն անկանել այն համայնքի ղեկավարին, ով չի կարողանում սեփական եկամուտները հավաքագրել։ Մի հետ մնացել է տելանեմ, ասենք Զիան եկա պաշտոնան գարեց համայնքի ղեկավարին գնաց։ Այդքան հեշտ process է դա, այդ էլ ասեք մեխանիզմը ես իմանամ նոր։ Հավատացեք, որ ես խնդիրներ չունեմ, ես ուզում դուք նույնպես բոլորդ միասնական լինեք, իհարկե իմ հետ միասին։ Այնինչ որ արվում է ձեզ համար եք անում, համայնքի համար եք անում, դուք վատ բան չեք անում։ Ես բազմիցս եմ ասել, մի գնացեք խեղճուկրակի վզին չոքեք։ Կան մարդիկ, որոնք որ հարկերը չեն տալիս, որոնք ի վիճակի են տալու, եւ դու դա ինձանից լավ գիտեք։ Եղան հստակ հանձնարարականներ, բարձրացնել տոկոսները, ինչ եղանակով հնարավոր է։ Գտեք ելքը։ Ուզում եք գնացեք առավոտից իրիկուն մի համայնքում նստեք, խնդիր չկա։ Ուզում եք ձեր վարչության աշխատողներին վերցրեք ձեզ հետ։ Ուզում եք բոլոր ծառայություններին, վարչության աշխատողներին կազմակերպեք նրանց աշխատանքը, հսկողություն իրականացրեք։ Դուք վերցրել եք այս պարտականությունները ձեզ վրա եւ ասել եք, որ նորմալ անելու։ Բայց ես դեռ նորմալ բան չեմ տեսնում։ Նորմալ կլինի։ Չեք խոսում։ Օրակարգային մյուս հարցը կառավարության որոշմամբ Շիրակի մարզին հատկացված 1 միլիարդ 320 միլիոն դրամի շրջանակներում մարզում իրականացվող շինաշխատանքներին էր վերաբերվում։ Մարզի թվով 24 օբյեկտներում իրականացվում են շինարարական եւ հիմնանորոգման աշխատանքներ։ Բոլոր օբյեկտներում սկսվել են շինարարական աշխատանքները։
Հացահատիկի բերքահավաքի եւ ոռոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ եւս հրապարակվեցին ամփոփիչ տվյալներ։ Մարզի ցածրադիր գոտու մի շարք համայնքներում բերքահավաք է։ Առանձնակի լավ արդյունքներ կան այն համայնքներում, որտեղ կարգ տահարություն տեղի չի ունեցել։ Աստծո բարեհաճությունն են ակնկալում մարզպետարանի աշխատակիցները։ Ճանապարհին որ գնում էի գալիս, նայում էի ես մեր արտերին։ Ընդհանրապես ես մի բան ասեմ որ ձեզ, ես մաքուր մարդ եմ, իմ հոգիս մաքուր է։ Սա գլուխ չեմ գովում, ես ձեզ անկեղծ եմ ասում։ Եվ իմ աշկս վատը չի կպնում։ Արա ասում էի կարկուտը միջև երբ է գալու, ամեն անգամ ասում է Ալեքսանդրիչ, կարկուտը միջև երբ է գալու։ Ընդուպես վերջերս խոսակցություն եղավ հանրապետության նախագահի հետ, ասեց ո՞նց եք, ասեցի դիմանում ենք, ասեց ինչին եք դիմանում, ասեցի դիմանում եմ, սպասում որ կարկուտ չգա։ Այսինքն բերքը լավն էր, ուզում էի որ ասենք լավ լինի, էլի որ չասենք Գզյանը որպես մարզպետ եկավ, ոտը լավը չէր։ Հիմա Մարուկյան դու ասես ինչ ա կատարում։ Ձեր ոտը խերով է, ասեմ որ հիդրոմետրն էլ 10 օրյա ժամկետ է տվել նաև որ տեղումներ չի եղնելու, որ ընթացքում ինձ թվում է որ հարտավարային խոշոր որտեղ մենք հացահատիկային մշակաբույսերի ցանկեր ունենք, բերքահավաքը կավարտենք։ Լավ կլինի, բայց նախորդ տարվա համեմատությամբ գրեթե թեթևակի աճ է գրանցվելու այս տարի։ Թեթևակի թե աճ, ինձ ասում աճ լինելու է հաստատ։ Ուրեմն ներկայացնեմ հարկելի մարզպետ, մաշխորհրդի հարկելի մասնակիցներ, ձեր ասենք դա գյուղնախարարից կապված էր, թե բնությունից էր։ Չէ, գյուղնախարարից կապված չէր, մեզանից, համայնքի ղեկավարներից, ֆերմերային գյուղացիական տնտեսություններից, ով վարեց, սարեց, ոռոգում կազմակերպեց, դե բնականաբար տրակտոր տվեց, ասվածն էլ օգնեց։ Իսկ վերջում Շիրակի մարզպետը հորդորեց ներկաներին օգոստոսի շոգ օրերին գնալ արձակուրդի, որպեսզի սեպտեմբեր ամսից նոր թափով սկսեն աշխատանքը։ Արմենի Իվարդանյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։ Գյումրիում գործող Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանն ու ազգային միգրացիոն ծառայությունը անցած տարվանից իրականացնում էին ռուսական կառավարության կողմից մշակված համերկրացիներ ծրագիրը Շիրակի ու Լոռու մարզերում։ Ծրագրի արդյունքում մոտ 600 ընտանիք կամ Հայաստանի Հանրապետության շուրջ 1000 քաղաքացի մեկնել են Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններ։ Շատերի կարծիքով այդ ծրագիրը նպաստում է Հայաստանի հայաթափման գործընթացին։ Ծրագիրն արդեն ավարտվել է ու շրջանառվող լուրերն այն մասին, թե այն կրկին վերսկսվելու է ըստ հյուպատոսի չի համապատասխանում իրականությանը։ Նմանատիպ մեկ այլ ծրագիր իրականացնում է նաև Լեհաստանի կառավարությունը։ Համերկրացիներ ծրագիրը նաև Գյումրիում իրականացնելը պատահական չէր, նշում է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կորչմարը, ավելացնելով. մեր քաղաքում մոտ 5000 ռուսներ են ապրում։ Այստեղ է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Դա եւս մեկ ապացույց է հայ եւ ռուս ժողովուրդների վաղեմի բարեկամության, ու համերկրացիներ ծրագիրը նախատեսված էր ոչ թե Հայաստանի հայաթափման, այլ երկու ժողովուրդների միջև եղած կապն ամրապնդելու համար։ Վասիլի Կորչմարի խոսքերով մարդկանց մեծամասնության կողմից ճիշտ չի ընկալվում այս ծրագրի Приехало всего лишь 600 семей. Մեկնած 600 ընտանիքներից որևէ մեկի վերադառնալու մասին տեղեկություններ դեռ չկան։ Սա նշանակում է, որ պայմաններն իսկապես բարեկեցիկ կյանք են ապահովում։ Մեկնած ընտանիքները մինչև այսօր գտնվում են միգրացիոն վարչության հսկողության տակ եւ աշխատանքի մեջ թերանալու կամ այլ խնդիրների դեպքում նրանց կվերադարձնեն հայրենիք։ Այս ծրագիրը նախագծվել է դեռ 2006 թվականին, հաստատվել 2010-ին։ Նախագծի ենթաանվանումն է միջպետական ծրագիր համերկրացիների ինքնակամ տեղափոխման համար Ռուսաստանի Դաշնություն։ Հյուպատոսը նշում է, թե կա թյուր կարծիք այն մասին, որ առաջարկվող աշխատանքները երկրորդական, ոչ մասնագիտական են։ Իրականում մասնագիտություններն այնքան բազմազան են, որ դժվար թե չգտնվի համապատասխան աշխատանք ցանկացողների համար։ Հայաստանից այս ծրագրով Ռուսաստան է տեղափոխվել ընդամենը 600 ընտանիք, Հայաստանի Հանրապետության մոտ 1000 քաղաքացի։ Трудовая миграция оформляет трудовой патент, и они спокойно работают. Լրացնելով միգրացիոն փաստաթուղթը կազմակերպվում է մեկնում Ռուսաստան։ Կարևորն այն է, որ սա լեգալ օրինական աշխատանք է եւ քաղաքացին թաքնվելու ոստիկանությունից փախչելու կամ վախենալու խնդիրներ չունի։ Легально оформить документ. Ռուսաստան մեկնող հայերի համար եղել է աշխատանքային փաթեթ, որ ներառում է ոչ միայն տրվող աշխատանքը, այլև 90 օրվա ժամանակավոր գրանցում, վճարված տոմսի ու բեռնափոխադրումների համար դրամական փոխհատուցում, 2 տարվա անվճար բուրս սպասարկում, երեխաների համար նախակրթարանների ու դպրոցական կրթության ապահովում։ Ընտանիքին տրամադրվել է 5-ից 10 տոննա տարողությամբ կոնտեյներ իրերի տեղափոխման համար։ Կան բավարար պայմաններ բարեկեցիկ կյանք վարելու համար։ Միակ պայմանը մեկնելուց հետո աշխատելն է։ По программе переселения там идет компенсация. Նրանք պետք է 2 տարի բնակության վայրը չփոխեն, սա պարտադիր պայման է։ Կարելի է փոխել աշխատավայրը, բայց ոչ քաղաքը։ 2 տարի Ռուսաստանի տարածքում մնալու դեպքում տեղափոխումը թույլատրելի է։ Եվս 2 տարի անց կտրամադրվի Ռուսաստանի քաղաքացիություն։
Այսպիսով հայերի համար ստեղծվում են բարեկեցիկ կյանքի պայմաններ, իսկ ինչ է տալիս նախագիծը Ռուսաստանի կառավարությանը հարցին, դեսպանը պատասխանեց՝ միայն ու միայն աշխատուժ։ Համերկրացիներ ծրագիրը գործում է աշխարհի շատ երկրներում։ Այդպիսի մի նախագիծ է ներկայացրել նաև Լեհաստանի կառավարությունը, միայն թե նրանք նույն պայմաններով հայրենիք են կանչում տարբեր երկրներում ապրող իրենց հայրենակիցներին։ Լեհաստանի կառավարությունը ունի հատուկ ծրագիր, որը կոչվում է ռեապատրիացիա։ Դա նշանակում է, որ իր քաղաքացին, որն որ լքել է իր հողը, եթե ցանկություն հայտնում է, կարող է վերադառնալ պատմական հողի մեջ։ Լեհական կառավարության այս ծրագրով վերադարձող լեհերը կունենան մշտական բնակության վայր, գրանցում, կրթության ու աշխատանքի պայմաններ, աշխատանքային միգրացիան կա նաև այդ երկրում։ Բնակչությունը տեղափոխվում է Գերմանիայի, Ֆրանսիայի ու Անգլիայի տարբեր քաղաքներ աշխատանք գտնելու ու բնակություն հաստատելու համար։ Ուստի հայրենակիցներին ետ վերադարձնելն արդեն կենսական անհրաժեշտություն է դառնում։ Շուշաննա Գրիգորյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։ Վրացական իշխանությունը օրերս հայկական հանդրագիտարան հրատարակչության տնօրեն Ջավախ հայրենակցական միության նախկին նախագահ ծագումով ջավախահայ Հովհաննես Այվազյանին թույլ չեն տվել հատել սահմանը։ Հուլիսի 24-ին էլ Ջավախքում Վահան Տերյանին նվիրված միջոցառմանը թույլ չեն տվել ելույթ ունենալ Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արմեն Մարտիրոսյանին։ Իսկ երբ ամբիոն է բարձրացել Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Անահիտ Ուզունյանը, խոսափողը ելույթի կեսից անջատել են։ Ինչ է սա նշանակում, արդյոք Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով արձագանքելու են կատարվածին եւ վրացական իշխանություններին չեն հասկացնելու հետեւյալը, որ նման գործելավոճ դրսևորելը առնվազն անարդարացի է ու վտանգավոր։ Առաջարկում ենք դիտել Արմենուհի Վարդանյանի պատրաստած տեսանյութը։ Միթե կարող եմ դիմանալ, երբ հնչում ես վրացերեն, բայց ինչպես չուրախանամ ես, երբ դու խոսում ես հայերեն։ Վահանի մտքից կանցներ, որ ինչ չկնա գանձա մի օր կարող է հնչել գանձանի։ Վահան Տերյանին նվիրված միջոցառմանը արտասանելով այս բանաստեղծությունը Վարդան Հաղվերդյանը, ով ծնվել է Բոգդանովկայի Գանձակյուղում, արժանացել է ներկաների կշտամբանքին, թե ինչպես է համարձակվում նման բան ասել։ Մինչդեռ բանաստեղծությունն ընդամենը այն մասին է, որ վրացիները փոխել են Գանձայի անունը։ Վարդան Հաղվերդյանն էլ վշտովվել է ու հարցնում է, ինչ կա վախենալու, ինչու են վախենում, չէ որ պատմական ճշմարտությունը խեղաթյուրել հնարավոր չէ, որքան էլ կամենան մեր հարևանները։ Եվ ճիշտ են ասում, որ վախկոդը մի քանի անգամ է մեռնում մինչև մահը։ Դա համար տեղեր կան, երբ ազգային խնդիր է, այստեղ մենք պիտի մոռանանք պաշտոնամոլությունը եւ շատ այլ գայթակղություններ պետք է մոռանանք։ Այո, վախենում են։ Ջավախքում վախի մթնոլորտն առկա է, հաստատում է Ջավախ երիտասարդական միության նախագահը, իսկ թե ինչու մանրամասնում է։ Այնտեղ վախի մթնոլորտ գոյություն ունի։ Վրաստանի անվտանգության մարմինները շատ անգամ նույնիսկ բացահայտ կերպով նման վախի մթնոլորտ սերմանում են։ Տեսեք, մարդիկ բոլորը զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, բայց շատերը կան, որ նաև զբաղվում են բիզնեսով, ունեն, ասենք, խանութներ։ Այնպես է կազմակերպված, որ մարդկանց վրա այսպես մեծ տուգանքներ են նշանակվում, շատ անգամ նաև շինձու մեղադրանքներով։ Ասենք, եթե մի տուգանքի համար տուգանվում է, ասենք, ըստ օրենքի 1000-ից 5000 լարի, նրանք անպայման կիրառում են առավելագույնը։ Վախի մթնոլորտը հատկապես այն բնակավայրերում է, որտեղ հնարավոր է խոսեն ջավախահայերի իրավունքների մասին կամ բարձրաձայնեն այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Ջավախքում։ Վրաստանը, այսպես ասենք, անցանկալի անց հայտարարել է 4 հոգու մինչև այսօր։ Դա քաղաքագետ Իգոր Մուրադյանն է, Երկիր միության նախագահ Սևակ Արծրունին, Ջավախ հայրենակցական միության նախագահ ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, իսկ բոլորովին վերջերս առանց որևէ պատճառաբանության չթույլատրեցին Ջավախ հայրենակցական միության նախագահության անդամ հանդրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի մուտքը։ Հայաստանի արտգործնախարարությունը նոտա է հղել պարզաբանման պահանջով, բայց մինչև այսօր ոչ մի պարզաբանում գոյություն չունի։ Կաթողիկոսի պատմական այցը Վրաստան կարևոր էր, սակայն այն էական ոչինչ չփոխեց։ Պաշտոնական այցերը Ջավախ հարկավոր է, որ լինեն հաճախակի, կարծում են զրուցակիցներս։ Ես կապ ունեմ վիրահայության հետ եւ այնտեղ իհարկե այդպեսի լուրջ փոփոխություն չեմ նկատում, բայց ինչ որ որոշակի արձագանք եղել է դա, որովհետեւ մեր կաթողիկոսները Ղրիմյան հայրիկից հետո միայն ինքն է ուրեմն այցելել այնտեղ։
Հայաստանի իշխանությունները անելիք ունեն, նախ եւ առաջ նրանք պիտի չլռեն, տեսնելով թե ինչպես է Ջավախքում հայապահպանության հարցը գնալով անհանգստացնող դառնում, թե ինչպես է հայկական դպրոցներում հայերենով դասավանդող առարկաների թիվն անընդհատ կրճատվում, եւ պատահական չէ այն մտավախությունը, որ հնարավոր է հայկական դպրոցներում հայերենը շատ շուտով դառնա օտար լեզու։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունների համար միշտ էլ անհանգստացնող է եղել այն հանգամանքը, որ իրենց կոշտ դիրքորոշումը կարող է կանգնեցնել միակ ճանապարհը կորցնելու վտանգի առաջ։ Սխալ չի մեր իշխանությունների այդ զգույշ քաղաքականությունը, բայց հանուն ասենք ճանապարհի, հանուն այլ շատ հիմնախնդիրների, սոսկ ասենք քաղաքական հարևան որպես երկիր բարեկամական հարաբերությունների, մեր ազգային խնդիրը չեն կարող նաև դեն գցել։ Դա այդ ֆակտորը իսկապես գոյություն ունի եւ Վրաստանի իշխանությունները այդ ֆակտորը շատ լավ են օգտագործում, բայց Հայաստանի իշխանություններն էլ կարող են Ջավախքի ֆակտորը օգտագործել։ Ջավախքն էլ ֆակտորը երկու հարաբերությունների մեջ եւ ես այդ պատճառաբանությունը լուրջ չեմ ուզում համարել, որ չի արվում, չգիտեմ ինչ, որովհետեւ Հայաստանի միակ ճանապարհը Վրաստանով է, նրանք փակեն։ Հո փակելով չի։ Միջազգային կառույցներ կան, միջազգային կազմակերպություններ կան, միջպետական շահեր կան եւ վերջապես տրանզիտ ճանապարհ է Վրաստանը Հայաստանի համար, այնպես չի, որ մեր ապրանքները Վրաստանի տարածքով ձրի են հասնում։ Հսկայական գումարներ են մուծվում Վրաստանի բյուջե։ Երկու երկրների իշխանությունները կարող են անել այնպես, որ համատեղ ուժերով լուծեն Ջավախքի խնդիրները, որոնք իսկապես շատ են՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ այլն։ Պատմաբանների գնահատականը Ջավախքի խնդրի վերաբերյալ հետեւյալն է, որ որքան էլ հայ-վրացական հարաբերությունների մեջ կան սևեջեր, հեռանկարային իմաստով այդ հարաբերությունները կունենան հեռանկար, որովհետև ժողովրդագրական առումով այս երկու հանրապետություններն էլ լուրջ խնդիրներ ունեն, հարկավոր է միայն ճիշտ քաղաքականություն վարել։ Արմենեի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Կալանյուս։ Մեկ շաբաթյա վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքներում Սարդարապատ շարժման նախաձեռնությամբ հունիսի 16-ից 23-ը հայ երիտասարդների 60 հոգանոց խումբը եղել է Արցախում եւ իր հանգիստն անցկացրել ազատագրված տարածքներում։ Անցնող շաբաթ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին տրամադրված վարկի միջոցներից 7.5 միլիարդ դրամ ուղղել գյուղատնտեսության վարկավորմանը։ Եղանակը անբարենպաստ է, պարարտանյութերն ու սերմերը թանկ եւ այս պայմաններում շահույթ ակնկալելը անիմաստ է, հայտարարում են գյուղաբնակները։ Նրանք նախընտրում են հողատարածքները կամ չմշակել կամ վարձակալությամբ տրամադրել։ Շիրակի մարզի որոշ համայնքներում սկսվել է աշնանացան եւ գանանացան գարուբերկահավաքը։ Դերևս մայիս ամսին տեղացած անձրևները, ապա դրան հաջորդած չորային եղանակները որոշակի խնդիրներ են առաջացրել։ Մեկ շաբաթյա վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքներում Սարդարապատ շարժման նախաձեռնությամբ հուլիսի 16-ից 23-ը հայ երիտասարդների 60 հոգանոց խումբը եղավ Արցախի Քաշաթաղի շրջանում ու իր հանգիստն անցկացրեց 1990-ականներին ազատագրված տարածքներում։ Երիտասարդ պատմաբաններից, քաղաքագետներից, դերասաններից ու մյուս հայրենասեր ճամբարականներից կազմված խումբը վրանային ճամբարի շրջանակներում արշավների միջոցով եղել է Քաշաթաղի հայտնի տարածքներում, պատմական այնպիսի վայրերում, որոնք ազատագրվել են այրան գնով։ Գալանյուսի նկարանող խումբը նույնպես մասնակցել է մեկ շաբաթյա վրանային ճամբարին։ Մեր տեսախցիկը ֆիքսել է 7-օրյա բանակումի բոլոր հետաքրքիր դրվագները։ Իմ գործընկերներ Հերմինե Մկրտչյանն ու Տիգրան Գասաբյանը եղել են նաև Արցախի ազատագրված գյուղերում։ Այժմ ներկայացնում ենք մեկ շաբաթյա ճամբարի ընդհանրական էքսկուրսը։ Սարդարապատ շարժումն արդեն երկրորդ տարին է կազմակերպում ու անցկացնում է բանակումներ Արցախի ազատագրված տարածքներում։ Այցելություններ պատմական հայտնի վայրեր ու լիարժեք հանգիստ հարուստ բնության գրկում։ Մտահաղացումն ինքնանպատակ չէ, այն ի սկզբանե միտված է եղել հայ երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը, սեփական աչքերով տեսնել, ծանոթանալ այն ամենի հետ, որը մեծ դժվարությամբ ու բազմաթիվ հայորդիների այրան գնով է ազատագրվել։ Քաշաթաղի շրջան, սա երկրորդ այցելությունն էր ճամբարականների ցանկությամբ։ Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավ-արևմտյան մասում, ընդգրկում է Հագարի գետի ավազանի մեծ մասը։ Քաշաթաղը տարածքով ամենամեծ շրջանն է Արցախում, բայց ոչ բնակչության թվականակով։ Բերձոր, Քարվաճար, Շուշի եւ 80-ից ավելի գյուղական համայնքներ։ Ճամբարականների խումբը մեկ շաբաթով հաստատվեց Խաչին-Տապ գյուղում, որն ազատագրվել է 1993 թվականի մայիսին եւ որտեղ նախկինում քրդեր ու ազերիներ են բնակվել։ Մենք համոզված ենք, որ ամեն անգամ որ երիտասարդությունը գալիս է եւ այս ճկնաղ բնությունում թեկուզ մի քանի օր ապրում է, դա ունենում է իր ազդեցությունը, թրական ազդեցությունը
Այս իմաստով մենք խնդիր ենք դրել հնարավորինս շատ աբակային արտերկրում ապրող երիտասարդներին ներգրավել այս ծրագրին եւ այստեղ անելով մենք գլխավորապես նաեւ ուզում ենք հուշել երիտասարդությամբ, որ այս տարածքները խնդիր ունեն վերաբնակեցվելու։ Եթե մենք ուզում ենք մի օր պետության վերածվել, ապա իրավունք չունենք այս տարածքները այսպես անդեր վիճակում թողնենք։ Ճամբարականների առօրյան հագեցած էր ամենօրյա մարզանքներ, զորավարժություններ, արշավներ, ինտելեկտուալ խաղեր, մտագրոհ, ինչպես նաև ծանոթություններ ազատագրված տարածքներում։ Ճամբարի խոհանոցում գործի են անցել ու հերթապահում են խմբի աղջիկները։ Ճամբարի տարածքը վերահսկում են տղաները։ Մի խոսքով հետաքրքիր առօրյան ու լիարժեք հանգիստն այստեղ ապահովված էր։ Ազատագրված տարածքներում երկարատև ընդմիջումից հետո հնչեց հայկական երգն ու պարը, հայրենասեր երիտասարդները ուսուսի տված պարեցին հայկական քոչարին։ Յուրաքանչյուր հաղթապարը իր հետևից նոր ոգեղենություն է բերում, որը մեզ ավելի օգնում է հաջորդ հաղթապարը կերտելու համար։ Այնպես որ այստեղ յուրաքանչյուր պարը այս հողի վրա պարված, նաև ինչ որ չափով հաղթապար է, ապացույց է նրա, որ մենք ի վերջո արդեն մեր հողը ազատագրել ենք։ Նժդեհը ասում էր, որ հողը շատ համբերատար երևույթ է եւ հողը համբերատարորեն սպասում է իր տիրոջը, ինքը չի մոռանում, ինքը սպասում է նորից միանալու, մեկ ամբողջական դառնալու իր տիրոջ հետ։ Ազատագրված տարածքները պահել ամուր ու անվտանգ, հայն իրեն պետք է այստեղ հողատեր զգա, մեծ դժվարությամբ ձեռք բերվածը պահի ու պահպանի մեծ խնամքով նշում են միջոցառման կազմակերպիչները, իսկ այսօրվա երիտասարդ սերնդի մեջ խոսում է հայրենասիրական ոգին ու սերը հայրենիքի նկատմամբ։ Մենք երիտասարդների հետ միասին ուզում ենք այս օդը, հողը, ջուրը, որ իրենք զգան եւ տերը զգան դրա։ Եթե դու զգում ես քեզ երկրի, հողի, օդի, ջրի տեր, դու հարց, որպես քաղաքական հարց այլևս չունես։ Պետք է ապրել տանը եւ տունը կմնա կայուն։ Պետք է ապրել երկրում եւ երկիրը կփրկվի։ Դա է մեր պատկերացումը։ Վակունից Լաչին, Շուշի ճամբարականները արշավներով եղան այս եւ մյուսային տարածքներում, որտեղ 90-ականներին թեժ մարտեր են եղել։ Լաչինի միջանցքն է սա, որտեղ հայերը բազմաթիվ զոհեր տվեցին, բայց այնուամենայնիվ գրավեցին այն ու բազմաթիվ գյուղերի ազատագրումով հասան մինչև Շուշի ու Քարվաճար։ Սա մեր հին պատմական տարածքներն են, բոլոր տարածքներն էլ ազատագրված տարածքներ են։ Մշակութային կոթողները հուշում են դրանց մասին։ Հետևելով արձանագրություններին 23-ից 26 թվերից այս կողմ են եղել ադրբեջանցիները այս տարածքում։ Շուշի այս հատվածից են ադրբեջանցիները հարձակվել հայերի վրա։ Ղազանչեցոնց այս եկեղեցին էլ թշնամու համար զինանոց է ծառայել։ Հիմա ամեն ինչ փոխվել է, հայկականի շունչն ազատագրված տարածքներում զգալի է առաջին հայացքից։ Չնայած թեժ մարտերի ու կռվի հետքերն ազատագրված տարածքներում դեռ շատ են։ Ռմբակոծված բնակավայրեր, կիսավեր եկեղեցիներ, կան նաև պահպանված հուշաքարեր ու կոթողներ։ Վակունիս գյուղի ազատագրումով հայ երիտասարդները մինչև Քարվաճար հասան։ Այստեղ թշնամու գնդակից զոհվեց Սիսիանի ազատամարտիկների 11 հոգանոց Վակունիսից բացի ճամբարականները եղան նաև այլ պատմական վայրերում ու ազատագրված գյուղերում։ Եկեղեցիներ, վերջերս հայտնաբերված դամբարաններ ու խաչքարեր, միայն թե դրանք խիստ պահպանության ու վերականգնման կարիք ունեն։ Իսկ ընդհանրապես Քաշաթաղի շրջանը վերաբնակեցման կարիք ունի։ Այստեղ դատարկ են գյուղերի մեծ մասը։ Ազատագրված գյուղերում հիմնականում հայաստանցիներ են ապրում, Երևանից ու Գյումրիից։ Բանակումի վերջին օրը ճամբարականները եղան նաև Ստեփանակերտում։ Վրանային ճամբարի ճամբարականների առօրյային, ազատագրված տարածքների բնակիչների Արորյային Գալանյուսի նկարահանող խումբն ավելի մանրամասն է անդրադարձել։ Վաղվա թողարկումներից սկսած կարող եք դիտել հետաքրքիր բազմաթիվ տեսանյութեր։ Հերմինե Մկրչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս, Արցախ։ Արցախի Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղը ազատագրվել է 1993 թվականի մարտի 30-ին։ Գյուղի ազատագրման վերջին րոպեներին ականի պայթյունից այս տարածքում զոհվել է Սիսիանի ազատամարտիկների 11 հոգանոց խումբը, հրամանատար Վուրկ Ոսկանյանի հետ միասին։ Գյուղի դպրոցը անվանակոչվել է հրամանատարի անունով, դպրոցում հատկացվել է հատուկ անկյուն արցախյան կռիվների եւ Վակունիսի գրավման ժամանակ ընկած հայորդիների համար։ Դպրոցում սովորում է 16 աշակերտ, դպրոցի տնօրենը մեր լրագրողին փոխանցել է, որ նախորդ տարիների համեմատ աշակերտների թվականակը նվազել է, քանի որ շատ ընտանիքներ հեռացել են գյուղից։ Դպրոցի տնօրենը Գյումրիից է, համայնքապետը Երևանից, համայնքաբնակները գյուղում զբաղվում են անասնապահությամբ, մի մասն էլ հողագործությամբ։
Վակունիսը կարելի է ասել շրջանի ամենախիտ բնակեցված գյուղն է, եթե հաշվի առնենք, որ հարակից գյուղերում կամ բնակիչ չկա, կամ առավելագույնը 5-ից 7 ընտանիք է բնակություն հաստատել։ Այս գյուղում 18 ընտանիք է ապրում 75 բնակչով։ Դատարկ բնակարանների թիվը Վակունիսում քիչ է։ Ազատագրված գյուղում մինչ արցախյան հերոսամարտը ադրբեջանցիներ են ապրել։ Գյուղի մուտքի մոտ այս հուշաքարն է, որը հավերժացնում է 1999 թվականին Վակունիսի ազատագրման ժամանակ զոհված Սիսիանի ազատամարտիկների հիշատակը։ Գյուղին հարակից այս սարից է թշնամին կրակ բացել։ Տարածքը պաշտպանող 11 հոգանոց այն խմբի ուղղությամբ, որի հրամանատարը Վուրգ Ոսկանյանն էր։ Ականի պայթյունից բոլորը զոհվել են։ Վակունիսի դպրոցն արդեն 10 տարի կոչվում է հրամանատարի անունով։ Կրթօջախում վերջին տարիներին աշակերտների թիվը կտրուկ նվազել է։ Ընդամենը 16 դպրոցական է այստեղ սովորում։ 32-33 աշակերտով եմ ընդունել դպրոցը։ Բայց դե այն ժամանակ հոսանքի խնդիր խնդիրներ կար, տեղափոխվեցին շատ ընտանիքներ։ Հիմա ի ուրախություն մեզ բոլորիս հոսանքի խնդրեմ չկա եւ աշակերտների քանակը հիմա պակաս է, քիչ է։ 15-16 աշակերտով այսպես փաստորեն անհատական ուսուցում է կատարվում։ Վարդան Հարությունյանը Վակունիսի դպրոցը ղեկավարում է արդեն 10 տարի։ Գյումրեցի է, ասում է, հայրենասիրությունն է իրեն բերել ազատագրված տարածքներ։ Հարմարվել է, հետո ընտանիքով տեղափոխվել Վակունիս։ Դպրոցը տեղակայված է բնակելի տներում։ Պայմանները հարմարեցված են։ Գույքի խնդիր տնօրենն ասում է, թե չկա, միայն մասնագետ կադրերի պակաս կա։ Պահանջում ենք ռուսերենի մասնագետի պահանջ կա։ Քիմիա, կենսաբանություն, կարելի ասել պատմություն։ Ընդհանուր առմամբ գյուղապետն ասում է, թե Վակունիսը հայերով բնակեցվել է 1997 թվականին։ 99-ին այստեղ բնակվող ընտանիքների թիվը աննախադեպ է եղել մոտ 4 տասնյակ։ Հետո կամաց լքել են գյուղը համապատասխան պայմանների բացակայության պատճառով։ Անգամ խմելու ջուր չի եղել Վակունիսում։ Բացակայել է էլեկտրաէներգիան եւ կապը Քաշաթաղի կենտրոնի Բերձորի հետ։ Բայց 2 տարի է, որ տրանսպորտ է գործում եւ ամսական 2 անգամ ավտոբուս է գնում գալիս Բերձորից։ Ավտոբուս են հատկացրել ամիսը 2 անգամ, բնակչությունը գնում է Լաչին, դե քանի որ փոքր ջուղեր են տեր, նոր կազմակերպող խանութ բան չկա։ Իրենց ամսվա առևտուրն անում գալիս են, զբաղվում են իրանց աշխատանքով։ Հիմա գյուղաբնակների հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է։ Շատ քչերը մշակում են իրենց տնամերձ փոքրիկ հողակտորները։ Մեծ հողատարածքներ բնակիչներին դեռևս չի հատկացվել։ Աշխատող մարդ է բնության գրգում իր աշխատանքը գճարի, անասնապահություն, մեղվապահություն, ոչխարաբուծություն, տոխոզ եւ այլը, թռչնաբուծություն, աշխատողն իր աշխատանքը կգտնի։ Գյուղում բնակվող ընտանիքները բացառապես Գյումրիից ու Երևանից են։ Գյուղապետ Զավեն Գասպարյանը Երևանից է։ Ասում է, սկզբնական շրջանում շատ դժվար է հարմարվել գյուղի այս պայմաններին։ Հիմա ինքը հայրենասեր մարդկանց խորհուրդ է տալիս գալ ու բնակվել, որpիսի ազատագրված տարածքները դատարկ չմնան։ Իսկ առկա խնդիրների լուծումը ըստ նրա ժամանակի հետ է կապված։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս, Արցախ։ Տեղի թեմաներից Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկային միջոցներից 7.5 միլիարդ դրամ ուղղել գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը։ Տրամադրվող վարկը կփոխանցվի Հանրապետության բանկերին, որտեղից արդեն գյուղացիները կարող են ստանալ գումարներ սովորական վարկային պայմաններով։ Այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 28-ի որոշման համաձայն Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկից 20 միլիոն դոլարին համարժեք դրամ ամբողջությամբ կուղղորդվի երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Հարցը ներկայացնելու ժամանակ տարաձայնություններ են առաջացել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի միջև, քանի որ ըստ վարչապետի կառավարությունը պետք է շարունակի գյուղատնտեսության արտոնյալ վարկավորումը, ոչ թե նոր միջոցներ հատկացնի։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում վարկավորման այս ծրագիրը։ Ռուսական կողմն անցած տարեվերջին իր բյուջեից ներդրեց մոտ 500 միլիոն դոլար, որն Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուղղորդեց միայն Շիրակի մարզ անօթևանների բնակարանաշինություն կազմակերպելու համար։ Այս տարի արդեն այդ գումարի ավելի մեծ չափն ուղղվեց գյուղատնտեսության զարգացմանը։ Նախատեսված 7.5 միլիարդ դրամը գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է ընդհանուր հիմունքներով։ Կենտրոնական բանկի միջոցով այն կբաշխվի հանրապետության առևտրային բոլոր բանկերին, իսկ վերջիններս էլ իրենց պայմաններով վարկը կհատկացնեն տնտեսություններին։ Գյուղացիական վարկերն առաջարկվում են նույն պայմաններով։ Տրվում է գյուղատնտեսական տնտեսություններին վարկեր 14%-ով,
Չի կարելի ասել, որ ռուսական միջոցները դրա համար պահանջվում եւ այլն։ Ուղղակի Ռուսաստանից տրամադրվում են վարկային միջոցներ, որը կառավարությունը նպատակահարմար է գտնում օգտագործել կոնկրետ գյուղատնտեսության զարգացման համար։ Բոլոր տեսակի ծախսերի համար, պարարտանյութի ձեռքբերման, սերմացուի ձեռքբերման, մի խոսքով գյուղատնտեսության մեջ ինչ որ ծախսեր կատարում են, գյուղացին կարող է այդ վարկի միջոցները ծախսել այդ ուղղությամբ։ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարն իր հերթին փաստեց, որ այս վարկավորումը շարունակություն է այն ծրագրի, որը հնարավորություն ընձեռեց Մուշ 2 թաղամասում բնակարանաշինություն իրականացնել։ Մինչդեռ գյուղերում բնակիչների գերակշիռ մեծամասնությունն անտեղյակ են ինչպես հին վարկերի, այնպես էլ նորի պայմաններից, գրավադրման սկզբունքներից ու ժամկետներից։ Տեղակ չեմ, вообще այդպես բաներ չեմ իմացել, արելին չէ։ Heç մի վարդ չեմ վերցրել։ Չի, ցավդ տանեմ, ես մենք խոբ, մեր բաշը մեր ջողը խաբար չէ։ Չկա, այդպես բան չկա մեր մոդը։ Չեմ բերել։ Որ բերածեղներին էլի տեղյակ կտանք, սենք ես իշ տվին, ես իշ գումար բերին տվին, բայց չենք տեսել։ Բանկերից տեղեկացնում են, որ վարկավորման պայմաններն ավելի մատչելի կլինեն գյուղացիական տնտեսությունների ու անհատ ֆերմերների համար։ Հետևաբար սպասվում է ծրագրից օգտվողների առավել մեծ թիվ։ Եթե բանկերը գյուղատնտեսական կազմակերպություններին տրամադրում են վարկեր 14% տարեկան տոկոսադրույքով, ապա կառավարությունը սուբսիդավորում է այդ տոկոսադրույքի 4%-ը, սահմանամետ շրջաններում նաև 6%-ը։ Նույն պայմաններն են նաև ռուսական վարկի դեպքում։ Շուշանա Գրիգորյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Եղանակն անբարի նպաստ է, պարարտանյութերն ու սերմերը թանկ եւ այս պայմաններում շահույթ ակնկալելը անիմաստ է, հայտարարում են գյուղաբնակները։ Նրանք նախընտրում են հողատարածքները կամ չմշակել կամ վարձակալությամբ տրամադրել։ Մանրամասները առաջարկվող տեսանյութում։ Խնդրեմ, բույսը արդեն չորսել է։ Ջուր չկա, ջրի պատճառով չորսել է, էսի գել չի վերականգնվի։ Պարզ կերևա։ Իսկ որտեղ Գիշերով կանե 5 օր գիշերով կանել են, որտեղ փախած ջրերն եկել է, տարե ջրել են։ Գառնիկ Գալոյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է արդեն 10 տարի, ասում է նախկինումով շատ հող է ունեցել, հարուստ մարդ է համարվել, հիմա արդեն այդ հարստությունը գյուղացու համար պատուհաս է դարձել։ Վերջին 3 տարիներին գարի է մշակել, վարկով ձեռք բերած սերմը հողին է հանձնել ու բերքավակի ժամանակ միայն վնաս գրանցել։ Անցած տարի էլ որոշեց եգիպտացորեն մշակել, հաշվարկել է շահավետ գործ է։ Կառավարությունը միշտ ասում է, որ օգնության եգիպտացորեն են բերել, ում են տվել 4500 դրամով էս գնաց է Երևանից սերմը բերել են։ Գյուղացին սերմը բերել է, ցանել, մշակել, բոլոր պայմաններն ապահովել, հիմա ցավով է նայում դաշտին, ասում է առելի թիվ է կազմում վնասի չափը։ Գյուղնախարարը խոսած մի ամիսը առաջ որ 15-ից 20%-ով պարադանութ մեկ առնի դեժանա հուլիսի մեջը։ Ինչ էժանալ ավելի 8500 դրամով գնաց է պարադանութ եմ առել։ Ույս չի Աջեմ ես ինչ մշադեմ, ոչ կարտոն ենք ստանը, ոչ ջուր են տալիս, ոչ պետությունն է օգնում։ 70-ամյա Հարություն Մկրտչյանը աչքը չբացած բահա ձեռքն է առել ու այգի մտել։ Լավ է հասկանում հողի լեզուն, սերմը ձեռքին արդեն գիտի թե ինչ բերք է ստանալու։ Ամեն տարի սեփական ձեռքերով է հողը մշակել, պարտաճանաչ հարկատու է իրեն համարում։ 20 տարի առաջ հողաբաժան է կատարվել ու իր բաժինը Սարի լանջին է ընկել։ Անեմ մի եղան խոդ ես չեմ քաղե Սարի դոշնա։ Խրպուգա եղնեմ, էդուց ինչ սանուտ ես բերեմ։ Գյուղատնտես գյուղացին, ովքեր որ ցանկանում են իրենց հողը մշակել, նրանք բոլոր հնարավոր միջոցները գտնում են հողը մշակելու։ Նրանք ովքեր որ չեն մշակում, բնականաբար բազմաթիվ պաշարաբանություններ են բերում։ Հողի հետ կապված, սերմացուի հետ կապված, ես ասեմ, այդ խնդիրները կան, բայց ովքեր որ փնտրում են, ովքեր որ ձգտում են, ովքեր որ ուզում են աշխատել, նրանք աշխատում են եւ հողն էլ մշակում են։ Անտուփ այն չաշխատողի հողը վերցնում եւ իրենք մշակում են։ Շատ գյուղացիներ այսօր նախընտրում են հողը վարձակալությամբ տրամադրել կամ ընդհանրապես չմշակել, փորձելով զերծ մնալ հողահարկից։ Փաստորեն հողն այսօր գյուղացու համար մեծ խնդիր է դարձել։ Գործն առաջ տանելու համար միայն աշխատասիրությունը բավարար չէ։ Մեծ գումար է անհրաժեշտ, նաեւ կարկուտից ու երաշտից են տուժում։ Վերջ այս խնդիրներին դեռ տարեսկզբին հայտարարեց գյուղնախարարը եւ վարչապետին խոստացավ զարգ տալ գյուղատնտեսությանը։ Հակառակ դեպքում հրաժարականների են ականատես լինելու։ Փաստորեն շուտով կամ լավ մշակված հողեր կունենան կամ էլ մի շարք պաշտոնաթող իշխանավորներ։ Արմինե Ավետիսյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։
Շիրակի մարզի որոշ համայնքներում սկսվել է աշնանացան ցորենի և գարնանացան գարուբերկահավաքը։ Դերևս մայիս ամսին տեղացած անձրևները, ապա դրան հաջորդած չորային եղանակները որոշ խնդիրներ են առաջացրել։ Շիրակի մարզպետանի գյուղվարչության պետի խոսքերով գյուղատնտեսության ոլորտում այս տարի բերքի ընդհանուր աճ է գրանցվել։ Սակայն բերկահավաքի ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես մարզում առկա է տեխնիկայի պակաս։ Շիրակի մարզում 2010 թվականին հացահատիկային մշակաբույսերի ցանկատարածությունները զգալիորեն կրճատվեցին։ Պատճառը գյուղոլորտում արձանագրված անկումներ։ Միայն նախորդ տարվա ընթացքում մարզի գյուղացիական տնտեսությունները կրեցին շուրջ 4 միլիարդ դրամի վնաս, ասում է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը։ Այս տարի դարձյալ ակնկալել առատ ցորենի և գարուբերք ըստ Մովսես Մանուկյանի չի կարելի։ Դեռևս մայիս ամսին տեղացած անձրևները, ապա դրան հաջորդած չոր եղանակները զգալիորեն խոչընդոտեցին ցանկատարածությունների մշակմանը։ Տարածքներում գարնանը երկարատև անձրևների պատճառով գարնանացան հացահատիկի ցանկը ինչ որ ժամանակ հետ ընկավ եւ այն տարածքներում որտեղ այսօր մենք ունենք ցածր բերք հիմնական պատճառաբանությունը դա է որ ցանկի ժամանակահատվածը հետ ընկավ։ Մարզի գյուղվարչությունը տեղեկություններ արդեն ստացել է Շիրակի մարզի Հայրենյաց, Բագրավան եւ Ազատան համայնքների ղեկավարներից։ Արդյունքները միանշանակ գոհացնող չեն։ Համայնքներում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել նաեւ այդ համայնքների հացահատիկային մշակաբույսերին։ Իսկ սպասվածի չափ ցորենի եւ գարուբերք ստանալ այս տարի մարզի որոշ գյուղացիական տնտեսություններ ընդհանրապես չեն կարող։ Պատճառը կարկտահարությունն է։ Զգալի վնասներ կրել են հատկապես Անիի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունները։ Մենք այս տարի ունեինք մասնագի կարկտարություն շատ համայնքներում հիմնականում Անի տարածաշրջանի ներքևի գոտում մենք ունեինք մասնագի կարկտարություն, այս համայնքներում էլ բերքի միջին ցուցանիշը ցածր է։ Գյումրու սելեկցիոն կայան փակbaşնետիրական ընկերությունն այս տարի մշակել է 180 հեկտար հացահատիկային մշակաբույս։ Հիմա կայանում ընթանում է բերկահավաքի աշխատանքներ։ Կայանի տնօրեն Ռուբիկ Կարախանյանն ասում է, թե բերքի շուրջ 20%-ի անկում է գրանցվել։ Պատճառը եղանակային պայմաններն են։ Երաշտը զգալի վնասներ է հասցրել։ Եթե կարկտահարության դեմ որոշակի պայքար տարվել է, ապա երաշտի դեմ պայքարել հնարավոր չէ։ Չնայած աշնանացան ցորենի եւ գարնանացան գարուբերկահավաքը մարզում նոր է սկսվել, մասնագետները չեն շտապում եզրակացություններ անել։ Որտեղ մենք ավելի մեծ սպասելիքներ ունենք, որտեղ աշնանացան ցորենը ձմեռացումից շատ լավ դուրս եկավ եւ սկզբնական իրեն տպակալման process-ները շատ լավ կազմակերպվում էր։ Դրանից հետո գերխոնավությունը լուրջ վնասներ հասցրեց։ Դրա մասին ոչ խոսք 10-20%-ով ազդեց բերկատվության վրա։ Անհրաժեշտություն չկար այդքան տեղումների, կրկնակի տեղումներ տեղի ունեցան, բնականաբար հսկավոր կուլտուրաների վրա լուրջ ազդեցություն թողեցին, հատկապես ժանգերի տեսքով, մյուս սնգայինի վանդություններ եւ այլն։ Դեռևս տարեսկզբին հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուն մասնագետների գնահատմամբ չի ենթարկվել փորձագնահատման, հետեւաբար բարձր որակի բերք ստանալու ակնկալիքներ չկան։ Բացի դրանից կառավարությունը այս տարի մասնակիորեն լուծեց սերմացուի խնդիրը, սակայն գյուղոլորտը զարգացնելու համար դա միանշանակ բավական չէ։ Տարվա ընթացքում գյուղացիական տնտեսությունները բարձրաձայնեցին, շատ համայնքներում առկա է ոռոգման խնդիր։ Միայն սերմը չի որ ասենք գործոն է հանդիսանում, էլի։ Մի խումբ հարցեր, այսինքն ագրոտեխնիկական միջոցառումներ տալիս են իրար վերջնական արդյունքը։ Երաշտի դեմ ոչ մեկի չի կարող ոչ հակարգային կայան տնել կամ որևէ միջոցառում իրականացնել։ Իմով զդում ենք, լստում ենք պարգերը։ Պարգերից տեղափոխում ենք պայեսները։ Պայեսները կուտակում ենք, հետո էլ ասենք թե կուտանք գյուղերին, բոլոր տեղերը սերմա բուծականը դուրս կտանք։ Սակայն գյուղոլորտի մասնագետներն արձանագրում են գնանկում գյուղմթերքի շուկայում մոտակա ամիսներին չի լինի։ Նշենք, որ մարզի գյուղվարչությունում մեկնարկել է ամիսներ առաջ մարզի աղքատ գյուղերին հատկացված սերմացուի հետ վերադարձի գործընթացը։ Փայլակ Վարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Դուք դիտում եք շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրը, կհանդիպենք մեկ շաբաթ անց, ցտեսություն։